Շնորհակալություն։ Գերամ Մանուկյան։ Տիկին Յոլյան, շատ ուրախ եմ ձեր տեխնացությունը, որ առաջադրել են։ Այս դահլիճում ամենաերկարը երևի ես եմ ձեզ ճանաչում 15 տարուց ավել եւ հպարտ եմ, որ ձեր նման պրոֆեսիոնալ համարձակ Սյունեցի լրագրողը համագործակցել է իմ հարազատ Երկիր մեդիայի հետ։ Ազգային ժողովին տեղեկացնեմ, որ այդ ժամանակ շատ դժվար էր տարիներ առաջ, հիմա էլ ավելի դժվար, հիմա որտեղ մամուլը այն ճնշումները որ կան ուրիշ բան է։ Մարզային թղթակիցների գործը ահավոր դժվար էր, հատկապես Գորիսում։ Իրինա Յոլյանը այդ ամբողջ տարիներին տեղական իշխանության բոլոր անօրինականությունները, բոլոր խնդիրների մասին համարձակ անվախ խոսել է, ցավոք սրտի ի տարբերություն որոշ զինվորականների, որ ուրացան ամեն ինչ։ Տիկին Յոլյան, մի քանի օր առաջ պատգամավորներից մեկը ասում էր Գորիսի օրն էր, գնացի հպարտությամբ, այդ ինչ ծաղկուն քաղաք է, բռնեցի այն մտքի վրա, որ իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Իրոք ամեն անգամ Գորիս գնալուց, ամեն անգամ նոր բան տեսնելուց ուրախանում ես։ Բայց ամեն անգամ Գորիս գնում ես, ոնց որ թևդ կտրած մարդ գնաս, որտեղ դու Գորիս գնում ես ու հանդիպում ես այն պատին։ Դու այլևս զրկված ես այն 30 տարվա բերկրանքից, հաճույքից Գորիսով անցնել, հասնել մինչև Ստեփանակերտ։ Որպես այդ ժամանակ Գորիսի փոխհամայնքապետ կպատմեք 20 թվականի դեկտեմբերին ոնց գաղթագողի առանց սահմանազատման, առանց սահմանագծման, առանց այս օրերի Նիկոլ Փաշինյանը 74-78 թվականի քարտեզներ էր հիշատակում, GPS-ով կտրեցին Գորիս Կապան ճանապարհը, որ առնվազն խորհրդարան նոր եկած ԿՊ պատգամավորները մի հատ այդ ամբողջը լսեն, թե ոնց եղավ այդ ամեն ինչը։ Պարոն Մանուկյան, նախ շատ շնորհակալ եմ դրական կարծիքի համար, ինչ վերաբերվում էր մի քանի օր առաջ ինձ տրված հարցադրմանը, թե արդյոք տեսել եք, ճիշտն ասած ես էլ զարմանքով այսպես լսեցի, տպավորությունը այնպեսին էր, որ ես այնտեղ չեմ ապրել, այդ ամեն ինչին չեմ մասնակցել ու ինձ այդպես արտառոց հարց են տալիս։ Ինչ վերաբերում է, թե ինչ է տեղի ունեցել պատերազմից հետո, ես պատահական չասեցի, որ իմ կյանքի սահմանագիծը պատերազմն է ու պատերազմից առաջ ուրիշ վերաբերմունք ունեի, պատերազմից հետո ուրիշ վերաբերմունք ունեմ։ Ինչպես որ նախկինում, նախկինների օրոք, այնպես էլ հիմա որևէ կերպ կաշկանդված չեմ եղել եւ կաշկանդված չեմ խոսել ձախողումների մասին եւ խոսել այն խայտառակ քաղաքական գործընթացների մասին, որը տեղի է ունեցել այդ ժամանակ։ Այդ ժամանակ էլ եմ բարձրաձայնել հատկապես Գորիս Կապան ճանապարհի փակվելու ժամանակ, երբ որ արդեն առաջին հենակետը Ադրբեջանի կար, ես բոլոր այն փաստաթղթերը, կադաստրի թուղթը, որ 1964 թվականին Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհուրդը ուներ որոշում այդ ճանապարհը կառուցելու, եւ դա այսպես ասած այն փաստաթուղթն էր, որով պետք է բանակցություններ լիներ, եւ ամեն ինչ արվեր, որպեսզի այդ ճանապարհը մնար բաց, որովհետեւ իսկապես բոլոր իմաստներով Գորիսը իզոլացվեց, փակվեց Ստեփանակերտ Գորիս ճանապարհը, փակվեց Գորիս Կապան ճանապարհը, հիմա միջպետական ճանապարհը շրջանցում է Գորիս քաղաքը եւ այո, հատուկ քաղաքի կարգավիճակ պիտի լինի, որպեսզի Գորիսում ապրող մարդիկ իրենց թիկունքը ամուր զգան եւ այդ բոլոր խնդիրների մասին ինչ որ դուք նշեցիք, ժամանակին բարձրաձայնել եմ։ Ցավոք ունենք այն իրավիճակը, որը ունենք այսօր։ Դրա համար ասում եմ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ասում եմ, որ այդ աղետաբեր գործընթացը բերեց նրան, որ մենք կորցրեցինք Արցախը, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր, որ մեր սուվերեն տարածքում արդեն 6 տարի շարունակում են Ադրբեջանի զինված ուժերը վերահսկել մեր սուվերեն տարածքը եւ խոչընդոտել, վերահսկողությամբ խոչընդոտել, որպեսզի մեր գյուղացիական տնտեսություն վարողները կարողանան անկաշկանդ գյուղատնտեսական նշանակությամբ աշխատանքներով զբաղվել եւ նաեւ դա է պատճառը, որ վստահ եմ, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա եւ Հայաստանը կառավարի այն մարդը, այս դեպքում պիտի ասեմ, որ պարոն Սամվել Կարապետյանը, ով կարող է Հայաստանը տանել զարգացման ճանապարհով։
Արձագանք։ Գիտեք, Աննա Գրիգորյանի հետ մոտ 8 ամիս Խաչաձև տարբեր գերատեսչություններ հարցումների արդյունքում գլխավոր շտաբից ստացանք վերջապես բացահայտումը, թե ոնց է հանձնվել այդ ճանապարհը։ Այդ զինվորականին ոնց որ ծառայությունից հեռացրեցին։ Իդեպ ամբողջ ծրագրի մեջ կառավարության Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում չկա։ Եվ որպես գորիսեցի հիմա մոռացել եմ, որ տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք առաջ են եկել։ Շատ հետաքրքիր բանավեճ ունեցաք կամ զրույց ունեցաք Տիկին Բատոյանի հետ, հատուկ նշելով, շեշտելով հասարակական կազմակերպությունների երկակի ստանդարտները։ Տիկին Բատոյան, հատկապես ձեզ, իմ ելույթում անդրադառնալու եմ մի սահմռկեցուցիչ պատմության հետ, թե կանանց նկատմամբ ինչպիսի վրեժխնդրություն է եղել երեք Նիկոլ Փաշինյանի դատական համակարգին ուղղված ուղիղ ցուցումի Հայաստանի պատմության մեջ կանանց խոշտանգման աննախադեպ ելույթի ժամանակ։ Շնորհակալ եմ Տիկին Յուլիան։ Արձագանքեք Տիկին Յուլիան։ Հարցադրումը ուղղակի Շատ լավ, արձագանք չունեք Տիկին Յուլիան, այդ դեպքում ես արտահերթ հարց տամ ձեզ, որ ասում եք 6 տարի է Հայաստանի տարածքում